Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 13-ի համար։ Օրը շաբաթ է եւ իհարկե այս ալիքում միայն լինում է տարվա ծնված նշանների համար, այսինքն որ դուք ծնվել եք այս կամ այն տարում, դա չինական հորոսկոպով մեկ այլ տարի է, չէ՞, հիմա օրինակ մենք օձի տարում ենք եւ հեսա մտնում ենք ձիու տարում։ Նույնն էլ դա է, հա, հիմա ովքեր որ կծնվեն փետրվարի 17-ից մինչև 2027 թվականը փետրվարի 5-ը կլինեն ձիու տարում ծնված մարդիկ։ Իհարկե կրակի ձիու։ Նույնն էլ դուք եք, հա, ինչ որ տարի որ ծնվել եք, կարող եք նայել Google-ում, գրեք ձեր տարեթիվը, ամսաթիվը, հա, իհարկե, որովհետև ընդհանրապես փետրվարից է սկսում։ Եթե մինչև փետրվար եք, ապա դեռևս նախորդ տարին է դա։ Այնպես որ ամսաթիվը գրեք, հարցրեք եւ կիմանաք, թե որ տարում եք դուք ծնվել։ Իսկ մենք տեսնենք, թե ինչ է մեզ սպասվում բոլորիս շաբաթ օրը, դեկտեմբերի 13-ին։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին դեկտեմբերի 13-ին։ Նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մարդկանց հետ։ Նաև կարող եք փոստաթուղթ ստանալ, տեղեկատվություն, ինչ-որ բաներ գրեք, ցուցակ գրեք։ Նաև ժամանակն է զբաղվելու ինչ-որ մի հարցով, ինչ-որ մի բանի համար է սա, կամ ժամանակ չեք կարող հատկացնել ինչ-որ մի բանի, որը մնացել է, դրան պետք է հատկացնեք, դա պետք է անեք։ Նաև կարող ինչ-որ մի բանին եք շատ ժամանակ հատկացնում, մյուսին ոչ։ Կամ սա շատ ժամանակ ոնց որ գրեք, ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ լինեք եւ ժամանակը վատնեք դրա մեջ, կամ ոնց որ ժամանակ չկա, կամ ժամանակի մեջ պետք է տեղավորվեք եւ ինչ-որ մի բան արագանեք, տակ, կամ արագանեք, կամ գնաք ժամանակին տեղ հասնեք։ Եվ այստեղ կորուստ է։ Եկա մյուսից կորուստ։ Դեռ կարող է ինչ-որ մի ընկերուհու հրաժեշտ տալ, կարող է գնում է օտար երկիր, կամ դուք կարող եք վիճել այստեղ։ Կամ նաև սա ինչ-որ մի բան է, որ կարող է այդ աղջիկը կարող է վերցնում է, գողանում է, հա, ինչ-որ նմանատիպ մի բան է սա նաև։ Մանր-մունր խնդիրներ է ստեղծում ձեզ համար եւ փորձում եք այդ խնդիրներին կամ լուծում տալ, կամ ոնց որ հանեք ձեր կյանքից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տարվա ծնված ցուլերն են, սա ամսվա ծնված ցուլերի հետ մի խառնեք, բացարձակապես այստեղ ամսվա ծնված նշանները գոյություն չունեն։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 13-ին։ Ականի շատ կշփվեք, շատ կխոսեք մարդկանց հետ, սա նաև բամբասանք է, լեզվակռիվ է, անհանգստություն է, եւ սա եւս ասում է, ավելի իմաստուն եղեք եւ մի տրվեք դրան, մի տրվեք լեզվակռվին, շարունակությանը, կամ եթե բամբասում են, ապա ավելի իմաստուն գտնվեք եւ մի շարունակեք։ Հետո նաև ոչ մասնագետների շրջապատում կարող եք հայտնվել, կամ լավ շրջապատում, դրա համար կարող եք խոսել տարբեր մարդկանց հետ, նաև կյանքի նոր իմաստ է, որ կարող եք գտնել ձեզ համար, սա նաև առաջ խաղացում է ձեր գործերում, եւ հանդիպում շփում որևիցե տղայի հետ, աշխատանքի բերումով է սա, կամ ձեր աշխատակիցն է, ում հետ դրսում միամիտ կհանդիպեք, կամ նաև պետական աշխատող կարող է լինել, ում հետ էլի հանդիպեք, կամ բժիշկ է, ուսանող է, սա նաև այդ տղայի առիթը կարող է լինել, դա այստեղ հավաքվել եք ձեր հարազատներով կամ ձեր ծանոթներով եւ ինչ որ ռեստորանում կարող եք լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին դեկտեմբերի 13-ին։ Փոքր ծանր օր է, դժվար օր է, փորձություններով լի օր է։
Գուցե նաև պետք է դիմել ինչ-որ մեկին օգնության համար, կամ հա, որպեսզի ձեզ ձեռք մեկնեն ինչ-որ այդ հարցին լուծում տալու համար, քո դժվար է դա ձեզ համար։ Նաև կարող է ուղղակի իրանք էլ հենց տեսնեն եւ օգնեն։ Նաև ճակատագրական օր է, կա ճակատագրական ծանոթություն օրինակ տղամարդկանց համար այս կնոջը հետ։ Նաև դե դժվարություններ են, հա, սա դժվարություններ, որ պետք է կարողանաք հաղթահարել այդ օրը։ Ամենայն դեպս ուժը կունենաք, որպեսզի կկարողանաք հաղթահարել։ Իսկ տեսնենք ով է այս աղջիկը։ Անհանգստանում եք կամ բորբոքվել այդ աղջիկի հետ, վիճել, ինչ-որ մի բան այնպես չէ։ Կամ ինքը ինչ-որ մի բան այնպես չի արել, կամ հա ինչ-որ մի բան այնպես չէ եւ կարող եք նաև բորբոքվել կամ սա անհանգստություն է այդ աղջիկի հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին, ճագարներին։ Ինչ է սպասվում նապաստակներին դեկտեմբերի 13-ին։ Կամ ուրջը սա, ինչ-որ մի գործեր են հեշտանում ձեզ համար, որպեսզի ավելի հեշտ անեք։ Ինչ-որ մեկին հետ տեսնելու համար, խոսելու համար, ոնց որ այդ պահը ավելի է հեշտանում ձեզ մոտ։ Նաև ընտրության առջև եք կանգնած լինելու, հենց դա է, միգուցե կարող նաև հեշտանում է ընտրությունը ձեր, թեթևանում է։ Ամենայն դեպս ծանրութեթև պետք է անեք ինչ-որ գործեր, ինչ-որ հարցեր, նաև սա ամեն մեկը տարբեր ուղղություններով, հա, այստեղ կարող է երկու մարդ են, ամեն մեկը իր տարբեր ուղղություններով է գնում։ Եվ խորամանկ անձնավորությունը, սա միգուցե խորամանկ անձնավորության պատճառով է, սա որ գնում եք տարբեր կողմեր։ Ինչ որ աղջիկ է խորամանկ, կամ դուք պետք է խորամանկություն անեք այդ աղջիկան գրավելու համար, կամ ինքն է խորամանկ։ Միգուցե նաև այդտեղ խաբեբա, ինչ որ բան ճիշտ չի ասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին դեկտեմբերի 13-ին։ Սա ինչ-որ մի բան է գնում ձեզանից, դա գնում է հավիտյան, միգուցե խնդիրներն են գնում, միգուցե ինչ-որ բաներ են գնում, ինչ էլ որ գնա, նորին է տեղ բացելու եւ մարդիկ կարող է սա վերաբերվում օրինակ տանը, ինչ-որ բաներ կարող է հանում եք տանից դուրս, մաքրում եք, դնեք նետում, դա բնականաբար հետո չեք գնալու, նորից հետ բերեք տուն, նորին եք տեղ բացում, որ նորը գնեք։ Այդ օրը նաև փոփոխություններ ունեք ձեր կյանքում, շատ մեծ փոփոխություններ են դեպի լավը։ Նաև սա առաջ խաղացում է, սա նաև կարող ինչ-որ մեկին ինչ-որ նամակ ուղարկել, գումար ուղարկել, կամ ձեզ ուղարկել։ Տեղափոխություն նաև մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, կարող երկար ճանապարհ գնալ, հա ինչ-որ քաղաքից քաղաք այդպես երկար։ Նաև դա հղիություն է կամ ծննդաբերություն։ Եվ այստեղ խորամանկ մարդիկ կան, կամ դուք եք լինելու այդ օրը խորամանկ, կամ ինչ-որ մարդիկ, ընտանիքի անդամները, կարող է ձեզ գումար ուզեն, խորամանկ օր են այդպես։ Նաև միայն դա, ուրիշ բան չեմ կարող ասել, ընտանիքի անդամները կամ ձեր ծնողները կարող են լինել մի քիչ խորամանկ, կամ դուք կարող եք լինել խորամանկ և իրենցից ինչ-որ բաներ ուզեք, այսպես։ Այսքանը կամ ընտանիքի անդամներից, դե պարտադիր չի ծնողներից։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին դեկտեմբերի 13-ին։ Առիթ, ես հենց նոր դա էի մտածում, ուզում էի բարձրաձայն ասեի, մտածում էի սկսեմ նոր ասեմ, եթե չլինի։ Առիթ կա այդ օրը, վերջապես շաբաթ է, չնայած որ շաբաթվա ընթացքում անդադ ցույց է տալիս, հա, որ կարող եք գնալ։ Սա նաև հասարակական կյանքն է, հասարակական վայր է, որտեղ որ կարող եք այցելել այդ օրը, գնալ այգի, գնալ ռեստորան, կինո, թատրոն, այնպեսի տեղ, որտեղ շատ մարդիկ կան։ Եվ տան հետ կապված իրադարձություններ են, միգուցե հենց առիթ է, ինչ-որ մեկի տանն է կամ ձեր տանն է,
Նաև դա տան իրեր կարող եք գնել, տեղափոխվել, ընտանիքի անդամների հետ կապված ինչ-որ պահեր են սա։ Նաև ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, նաև դրսից կարող եք ինչ-որ տեղեկություն լսել, ինչ-որ մեկի մասին կարող եք լսել, նա նաև փայլում եք աստղի նման։ Միգուցե ձեր առիթն է, միգուցե ձեր ծննդյան օրն է այդ օրը եւ դուք այդ օրը փայլում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ուզում եմ պատրաստեք ձեր տարուն։ Մշտապես հիմա ինչպես որ օծներ, հիմա մշտապես ձերն է։ Վիշապից եմ սկսել կարծես թե բայց անել ոնց որ։ Որտեվ վիշապներին եմ ասել սկզբում թե ինչպես իրենք պետք է ապրեն այդ իրենց կյանքը, այդ տարին։ Դա ակտիվ է լինելու, բավականին ակտիվ պետք է դուք իր հետ եւս գնաք առաջ ձեր տարինը։ Ինչ է սպասվում ձերին դեկտեմբերի 13-ին։ Դա բայց սկսվում է փետրվարի 17-ին, հիմա չի սկսում, ոչ է հունվարի 1-ին այնպես որ։ Մի շտապեք ոչ մի հարցում։ Արագ պետք է անել, բայց չպետք է շտապել։ Դրանք տարբեր բաներ են։ Այս տարի ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, բավականին շատ էներգիայով լցված կլինեք, միգուցե էներգիան շատ է, վիճում եք դիմացինի հետ, միգուցե նաև տուն եք մաքրում, քանի էներգիան շատ է ու բորկա եք սկսում տունը քանդում ավա։ Տեսակ, հələ խոսքը բերանումս, քանդում հավաքում եք, ինչ-որ բաներ եք անում, դե որ մարդը շատ էներգիա ունի, բնականաբար ուզում է դա օգտագործել։ Եվ ուղղությունը, որը դուք ընտրել եք այդ օրը ճիշտ է։ Գնացեք այդ ուղղությամբ, այն ինչ որ դուք եք ընտրել, այն ինչ որ դուք ուզում եք անել։ Դա ճիշտ է, արեք։ Յուրաքանչյուր բան ինչը որ կմտածեք, որ կարելի է անել այդ օրը, կարելի է սկսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերի։ Ինչ է սպասվում այծերին դեկտեմբերի 13-ին։ Ժամադրություն, ուրախ պահեր, միգուցե ծնունդ է, միգուցե առիթ է, նվերներ, անակնկալներ, բարձր տրամադրություն, լավ պահեր եւ ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու, ժամանակն է միգուցե հարաբերությունները առաջ տանելու, ինչ-որ բանի ժամանակն է կամ այդ օրը ժամանակ կհատկացնեք ինչ-որ բանի։ Ժամի մեջ պետք է տեղավորվեք, որ ինչ-որ մեկին ինչ-որ մի բան տաք։ Ոնց որ ժամը, ժամանակը ձեզ համար շատ կարեւոր է։ Նաև կարող եմ ասել, որ ժամի հետ կապված նաև ինչ-որ մի ձևով է կապված է նաև դեր հեղինակության հետ, որ թե դուք ճիշտ կհասնեք տեղ, թե չէ, կամ ճիշտ կտաք, թե չէ, հաճախորդին օրինակ, եթե նման ձև եք աշխատում։ Նաև այդ օր կգտնվեք ոչ է լավ շրջապատում, նաև կյանքում նոր ոչ է իմաստ կստանաք, իմաստ կգտնեք, ինչ-որ մի բան տեղի կունենա։ Նաև սա առաջ խաղացում է ձեր գործերում, առաջ խաղացում է այն ինչ որ դուք անում եք ձեր բիզնեսում։ Նաև իմաստուն կլինեք այդ օր, ուրիշ ձև կմնայեք ամեն ինչին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին դեկտեմբերի 13-ին։ Որ անցյալը կհիշեք, անցյալից ինչ-որ բաներ միգուցե հիշեք, միգուցե գալիս է անցյալից ոչ մի բան լուծում եք այդ հարցերը, ավարտում եք, գնում է։ Տեսնեմ, սա այս երկուսը կապված են իրար հետ, թե ոչ։ Փոփոխություն է, այո, կապված են, երևի թե ինչ-որ մի բան չեք արել, չեք վերջացրել, հիմա գալիս է եւ այդ հարցին լուծում եք տալիս, վերջացնում եք, գնում է։ Նաև Դե փոփոխությունը յուրաքանչյուր բան, հա, ոնց որ հիմքից ինչ-որ մի բան կփոխեք, կորոշեք, որ օրինակ, որ այլևս դրան չեք անդրադառնա, կամ այդ խնդիրը, հա, որը որ նորից էլի կա անընդհատ, եթե չեք անում, բնական է, չէ, այդպես եթե ինչ-որ մի բան բաց ենք թողում մեր կյանքում, նորից էլի գալիս է, եւ որպեսզի լուծես, ավարտես, հա, եւ դա պետք է ավարտեք, փոփոխություն մտցնեք ձեր կյանք։ Այստեղ գնալու է, ինչ որ մի բան, այստեղ գնալու է այսպես թե այնպես ձեզանից եւ նոր փոփոխությունների ժամանակ է գալիս։ Եթե այսպես նայենք, ինքը ընդհանուր անցյալ
կտրում եք, գցում եք ամեն ինչ եւ այստեղ նաեւ եւս գնում է դա ձեզանից։ Եվ սա կողով իրադություն է, որը անում եք, այդ օր ինչ-որ մի բան եք հեռացնում ձեր վրայից, փոփոխության եք ենթարկում, որը դե նախկինում մտածում էիք անեք, բայց դեռ ոչինչ չէիք անում։ Նաև սուր գործիքների հետ աշխատելուց այդ օրը ուշադիր եղեք։ Ինչպես թե այնպես ինչ-որ բան եք գնալու նորին տեղ բացելու համար, նոր ոչ փոփոխությունների։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին դեկտեմբերի 13-ին։ Հանդիպում ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ։ Նաև գուցե նոր ընկեր եք ձեռք բերում, կամ ինչ-որ բան է ձեզ առաջարկում, այդ օրը պետք է մանրուքներին լավ ուշադրություն դարձնեք։ Ուսումնասիրեք մանրուքները, յուրաքանչյուր բան, ինչ որ կիմանաք, ինչ որ ձեզ կասեն, կամ ինչ որ գործեր եթե պետք է անեք, ստորագրեք, ապա լավ ուշադրություն դարձրեք մանրուքներին։ Եվ հաջողություն ունեք։ Յուրաքանչյուր բան անելուց առաջ այդ օրը հաջողություն ունեք։ Յուրաքանչյուր բան անելուց առաջ։ Յուրաքանչյուր բան որ անեք, հաջողություն ունեք։ Դա նաև մանր-մունր աշխատանքներ են, մանր-մունր պատվերներ են միգուցե կամ մանր ինչ որ գործեր եք անում, ինչ որ ուլունքների կամ նման բաների։ Այսքանը, ձեզ համար գնաց։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Դա նոր նայում եմ, ասում եմ, արև ուրիշ տեղ է սկսել մայր մտնել։ Իրոք։ Արդեն ուրիշ տեղում ենք։ Մենք արևի հետ։ Բավականին հեռացել ենք։ Ինչ է սպասվում շներին դեկտեմբերի 13-ին։ Երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ են, նաև դա կարող է լինել առիթ, հղիություն, ծննդաբերություն, կարող ձեր թոռները գան, երեխաները գան, սա նոր բիզնես է, նոր կյանք է, նոր ընկերություն է, նոր շրջապատ է, նոր ինչ-որ մի բան է, որ մտնում է ձեր կյանքը, նույնն բիզնեսը։ Եվ փոքր ինչ-որ սկսվող դեռ նոր բան է։ Փոփոխություն է լինելու ձեր կյանքում եւ սա լավ փոփոխություն է բնականաբար։ Ոմանց մոտ հենց հղիություն է, ծննդաբերություն է, ոմանք նաեւ կարող են տեղափոխվել, մեկ այլ բնակարան, մեկ այլ տարածք, այդպես փոփոխություն լինի։ Նաև յուրաքանչյուր ինչ որ ոլորտում դա կարող է լինել փոփոխություն։ Եվ նաև ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն, ոմանք նաև առիթ է, ինչ որ անակնկալներ, նվերներ կարող են լինել, բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում խոզերին դեկտեմբերի 13-ին։ Բավականին շատ շփում կունենաք, նաև կարող է լեզվակռիվ է, չդիմանաք։ Բայց կարող նաև շփում է այստեղ կամ շատ մարդկանց հետ, միգուցե այդպես գործ եք անում, հասարակական գործ եք անում, սայթերով եւ այլն կարող եք այդպես խոսել, նաև կարող լեզվակռվի մեջ լինել, կարող եք առիթի լինել, ծնունդ, կնունք, հարսանիք եւ այդպես այնտեղ տարբեր մարդկանց հետ շփվել, խոսել։ Դա նաև բամբասանք է, որ կարող են բամբասել ձեր հետևից այդ օրը։ Եվ գումար կծախսեք կամ գումար է գալու այդ օրը ձեզ։ Գումարի մասին կարող եք խոսել, այստեղ ինչ որ մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար մարշեկների, թե որքան է ապրանքը թանկացել, սասանա։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։